Ողջույն բարեկամներ, ձեզ հետ ինչպես միշտ My Culinary Versions խոհարարական ալիքն է եւ այսօր մեր ալիքի թեման սխտորն է։ Ինչ անել, եթե ունես շատ սխտոր, բայց չունես պահելու հնարավորություն տեղի պատճառով, հատկապես եթե բնակվում ես պետական շենքում, եթե նույնիսկ բնակվում ես սեփական տանը եւ տեղի առումով խնդիր չունես, միևնույն է, խնդիր կունենաս սխտորի ծլման հետ, եթե ձեռք չառնես անհրաժեշտ միջոցներ տնային պայմաններում։ Ինչպես տեսնում եք նկարում, արդեն պատրաստի սխտորն է պահեստավորման համար։ Մոտ 2 կիլոգրամ սխտոր է, տեղավորել եմ ընդամենը 2 հատ միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների մեջ։ Կտեղավորեմ սառցախցիկում։ Պահպանվում է շատ երկար, տարիներով կարող եք պահել։ Օգտագործելուց հանում եք սառցախցիկից դանակով կտրում ձեզ անհրաժեշտ քանակությունը, նորից տեղափոխում սառցախցիկ։ Ինչպես եմ պատրաստել։ Կախված սխտորի տեսակից, որոշների բջիջները շատ հեշտությամբ են առանձնանում, որոշները դժվարությամբ, քանի որ իմ սխտորների բջիջները դժվար առանձնացողներից էին, լցրել եմ սոդայաջրի մեջ։ Մոտ 1 ժամ մնալուց հետո առանձնացրել եմ բջիջները, այնուհետև կեղևահանել։ Գիշերը փռել եմ սրբիչի վրա, առավոտյան անցկացրել կոտորակիչով, բլենդերով, որից հետո լցրել եմ մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակի մեջ, քանոնի օգնությամբ հարթեցրել, կրկին քանոնի օգնությամբ սեղմելով հավասարաչափ մասսերի բաժանել եւ տեղափոխել սառցախցիկ։ Շատ հեշտ է պատրաստվում, այստեղ խնդիրը միայն սխտորի սուր հոտն է, որին պետք է դիմանալ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ցտեսություն։